Ողջույն, սիրելի բարեկամներ, ողջույն, սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ եւ կխնդրեմ, որ անպայման այս եթերում լինեք ակտիվ, դնեք ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք նախ իրականում գնահատում եք իմ աշխատանքը եւ սրա այս ֆակտորին էլ արդեն գումարվել է եւս մեկ բան, այս ռուսամետիկները ասես չեն դադարում արդեն բողոքներ ուղարկել իմ ալիքին, թե այստեղ, թե Facebook-ում, դե իրանց գիտեք, այն որ ասում է հետույքը շատ ուժեղ մռմռում է եւ փոր ես իրականությունը բարձրաձայնում եմ եւ չեմ թողնում, որ իրենք մանիպուլացնեն իմ ժողովրդին, այ դրա պատճառով այս բողոքի վրա սենց ուղարկում են։ Հա, կխնդրեմ նաեւ այդ ընդդիմադդմիկներին էլ ղրգեք այստեղ, որտեվ հաղորդման կեսին մենք շատ լուրջ հարցեր ենք տալու իրանց մասին շատ լուրջ բաներ ենք բացահայտելու, որը որ ցույց է տալու իրանց հակապետական գործողությունները, հա, այնպես որ կխնդրեմ, որ մնաք մինչև վերջ։ Ժողովուրդ ջան, այսօր փետրվարի 9-ն է ու սա սովորական օր չէ, ինչպես գիտեք, այսօր Հայաստան է գալիս Միացյալ Նահանգների նախագահ, փոխնախագահ Վենսը, հա, ու ես ուզում եմ, որ դուք այս պահս շատ լավ ընկալեք, հա, որտեվ աշխարհում, հա, հիմա ինչ որ հանգիստ տեղ չկա, ոչ մի տեղ ու հենց այդ ֆոնին աշխարհի ամենահզոր երկրի երկրորդ դեմքը գալիս է Հայաստան։ Դու պատկերացնում եք, չէ՞, ինչա կատարվում։ Աշխարհը ասես կանգնած է փոթորկի առջև, աշխարհը ասես երրում է, որ ամեն պահի ամեն ինչ կարող է գմփալ ու այդ ֆոնին պետք է աշխարհի ամենահզոր երկրի երկրորդ դեմքը փոխնախագահան պետք է գա Հայաստան։ Ես մի անգամ ասել եմ, որ այս այցը ձևական չի, որտեղ փոխնախագահի մակարդակով ձևական բաներով չեն զբաղվում, չեն գալիս թե ինչ-որ նկարվեն, հա, ասենց սիրուն ժպիտներ անեն, նկարվեն, թողեն այդ հան կամ ինչ-որ անիմաստ օդի մեջ խոստումներ տան, թողեն գնան։ Այս ա լուրջ իհարկե մեսիջ է, որը որ ուղարկված է ոչ միայն Հայաստանին, հա, եւ պետք է իհարկե հետո գնա Ադրբեջանին, այլ ընդհանրապես տարածաշրջանի բոլոր երկրներին սա վերաբերվում է, հա։ Ինչ է իրականում կատարվում, ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ ընկալվենք, որ շատեր քչերն են ուզում եմ ասեմ սրա մասին խոսում, սա շատ կարևոր է, որ մենք ընկալենք, նայեք ժողովուրդ ջան, ճիշտ է կան վերլուծություններ, որոնք որ վերլուծել են, թե ինչպես է անցել բանակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Օմանում, բայց շատ քչերն են ասում, որ գիտեք ինչ կա, բանակցությունները այնպես չի ընթանում, ինչպես որ դուք պատկերացնում եք, այսինքն մարդ ոնց է պատկերացնում բանակցությունները, հա, ինչ որ չգիտեմ, սենյակ, հա, ինչ որ հատուկ կայքով, դիվանագիտական ինչ որ ներկայացուցիչներով, sense այդ կլոր սեղանի շուրջ կամ չգիտեմ ինչ տեսակի սեղանի շուրջ, մի խոսքով կարևորը որ դեմ դիմաց նստում են երկու երկրների, չգիտեմ, բանագնացներն են կամ դիվանագետներն են եւ այլն, արտաքին գործերի նախարարներն են, իրար դեմ դիմաց նստում են եւ քննարկում են եղելությունը, հա, ինչի մասին որ պետք է քննարկեն եւ փորձում են գան ինչ-որ մի համաձայնության, բայց այս դեպքում ընդհանրապես այդպես չի եղել։ Այս դեպքում գիտեք ինչպես է եղել բանակցությունները, ուրեմն Միացյալ Նահանգների ներկայացությունը եղել է մի ուրիշ սենյակում, Իրանի ներկայացուցիչները եղել են մի ուրիշ սենյակում եւ այդ Օմանի արտաքին գործերի նախարարության ինչ-որ աշխատակիցները ասենց են փոստատարի նման վազել են մի կողմ, վազել են այն մի կողմ, հա, եւ փոխանցումներ են կատարել, չգիտեմ, ով ինչ ասեց, ոնց ասեց, կամ թղթեր, մեսիջներ եւ այլն եւ այլն։ Եվ դուք պատկերացնում եք երկու երկիր, մատ ուշադրություն դարձրեք, երկու երկիր, որոնք հսկա երկիր, որոնք որ այս պահին նստած եւ այդ առաջի ռաունդի մասին, հա, այդ պահին նստել են եւ բանակցել են մթոմ խաղաղության մասին, հա, բայց իրականում իրանք աչք չեն կարողանում իրար տեսնել, իրար բարև չեն կարողանում տան, հասկանում եք։ Ստե որն է խնդրեմը եւ հələ դրանից հետո է Դոնալդ Տրամփը հելնում է, ասում է, որ գիտեք ինչ կա, Իրան ուզում է գործարքի գնալ, հա, այսինքն ինչ է դա նշանակում, որ ուզում է զիջումների հետ, հա, եւ շատ ժամանակ կա, այսինքն ժամանակ ունենք, եթե ինքը ուզում է մի քիչ մտածի, թե ինչ տեսակի է ուզում գործարքի գնալ մեր հետ, ժամանակ ունենք, բայց նույն պահին իրանական կողմը դուրս է գալի եւ ասում է Տրամփը ստում է եւ մենք ոչ մի ինչ-որ գործարքի էլ չենք ուզում գնանք Միացյալ Նահանգների հետ։ Հիմա ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ ընկալեք այս պահի լրջությունը, ժողովուրդ ջան, նայեք։ Ուրեմն, եթե հանգարց Աստված չանի, հա, Իրանում լինի պատերազմ,
ոնց ուզում եք արեք, այդ կայծերը գալու են Հայաստան, հա, այդ պայթունի կայծերը Հայաստան են գալու։ Հասկանում եք, որտեղ սա շատ մեծ լուրջ բախում է լինելու, հաշվի առնելով, որ Իրանին կօգնի նաև Չինաստանը, ես չեմ ասում, գիտեք, ես հա Չինաստանը զորքերով գալու է մտնի Իրան, պատերազմանի, դե հասկանալի է, չէ՞ օգնությունը ոնց ալնում, զենքով, բանով, հետախուզությունով, հա, տեղեկություններ փոխանցելով եւ այլն, նույն բանն էլ իր չափով, չնայած արդեն ջախջախված վիճակում է գտնվում Ռուսաստանը, նույն բանն էլ փորձելու է անի Ռուսաստանը, որտեվ նրանք չեն ուզենա, որ Իրանում, հա, այդ չալմեքով այդ մարտիկ ոբշե կործանվեն եւ այնտեղ գա նորմալ իշխանություն, հա, եւ արևմտամետ իշխանություն լինի։ Իրանց դա դուր չի գալ, ինչպես գիտեք, Ռուսաստանի եւ այդ Չինաստանի ընդհանրապես իրանց ուզածները, որ բոլոր տեղերում լինեն դիկտատուրա, բոլոր տեղերում այս բռնի ուժով լինի իրանց ազդեցությունը, իրանց դրած մարտիկ, իրանց նման ինչ որ տականք մարտիկ, սրանց ուրիշ բառ ասել չի կարելի, որտեղ որ երկրի բնակչությունը իրանց ատելու է, բայց աղքատա լինելու եւ ատելու է, բայց իրանք տժալու են։ Այդ է вообще-то միշտ ավելի շատ Ռուսաստանի մտածելակերպը, հա։ Բայց համի ես ինչ էի ուզում ասեի, այդ պատերազմի կայծերը, որ գալու են Հայաստան, հա, որ չի կարա ուրիշ ձև լինի, այդ պատերազմը, հա, մեր միակ երաշխիքը, որ Սյունիքում հանգարց ոչ մի պատերազմական իրադրություն չսկսվի, դա Տրամպի ճանապարհն է։ Ես դրա համար միշտ ասել եմ, որ Տրամպի ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, հա։ Վատագույնի լավագույն ընտրությունը։ Երբ որ պատերազմ սկսի, աշխարհի ուշադրությունը լինելու է Իրանի կողմը, հա, ոնց էր որ սկսվեց պատերազմ Ուկրաինայում, աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի կողմն էր, հա, միջև կամաց ջոգին, որ Ռուսաստանը ինքը այդ ուժը չունի, որ ինչ որ մի հատ մեծ եսիմինչ սկսի, հա, տեսան, որ լոկալ դիրքային կռիվներով նա փորձում է կամաց մաշեցնել Ուկրաինան եւ սենց մի 10 տարվա մեջ կարող է սա Ուկրաինան վերցնի, չնայած մասնագետները ասում են 10 տարին քիչ ես ասում։ Մի խոսքով, հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ այստեղ ավելի լուրջ է լինելու պատերազմը եւ աշխարհի ողջ ուշադրությունը երբ որ լինի Իրանի վրա, ով է գարանտալու, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ չեն փորձելու ռազմական ուժով վերցնել Սյունիքը։ Ով է այդ գարանտը տալու, ռուսը։ Մենք ռուսի գարանտները արդեն տեսել ենք, հարգելիներս, մենք տեսել ենք ռուսը ոնց է աշխատում։ Հասկանում եք, մեզի ինչ որ ռուսական ոչ մի բանը գարանտ չի տալի մեր պետականության համար։ Մենք տեսել ենք Ջերմուկի դեպքերը, մենք տեսել ենք Լավրովի արձագանքները, Ռուսաստանի արձագանքները, մենք տեսել ենք Սանի պատերազմը, մենք տեսել ենք ռուսական զենքերով ոնց են ջախջախում մեր Արցախի պաշտպանության բանակը։ Մենք տեսել ենք ռուսական ուժերը ոնց են հանձնում Արցախը բանտիկով։ Այն Արցախը, որ իրանք պետք է պահեին նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Մեր միակ գարանտը դա Տրամպի, այսինքն Սյունիքի ճանապարհը, որ կոչվելու է Տրամպի անունով։ Հավաստիացնում եմ ձեզ եւ դուք էլ համոզված եք, որ միայն Տրամպ անունը դա արդեն բավականին մեծ անվտանգության գարանտ է։ Ինչու համար? Նրա համար չէ, որ գիտեք, եթե Տրամպի ճանապարհ եղավ, մենք ուժեղանում ենք։ Ոչ, խոսքը մեր մասին չի, այլ խոսքը, որտեվ տվյալ դիրքը, տվյալ տեղը, հա, տվյալ ճանապարհը եւ Սյունիքը արդեն լրիվ ուրիշ մակարդակի վրա է անում։ Ոչ մեկ չի ուզենա Տրամպի անունը ոտնատակ անել։ Իսկ եթե դու գնաս Տրամպի ճանապարհի դեմ, դու Տրամպի անունը ոտնատակ ես անելու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անգամ Ռուսաստանը վախում է դեմ խոսալ Տրամպի ճանապարհի մասին։ Իրենք չեն ասում Տրամպը եկեք չեղարկենք։ Ասում են Տրամպը մի բան անենք, նենց հանենք, սենց տակից, որ Տրամպի ճանապարհը չեղարկվի, բայց դա սենց ուղիղ չեն ասում, էլի, ասում մասնակցենք ինչ որ մի ձև, մի կեղտոտ մի բան անենք, որ չեղարկվի է ճանապարհը, բայց ուղիղ որ ասեն Տրամպին էսի վատ բան է, իրանք դուխ չեն անում։ Դու մի պատկերացրեք, թուրքը պետք է հարձակվի Տրամպի ճանապարհի վրա։ Այն էլ այն դեպքում, երբ որ Տրամպը Միացյալ Նահանգների նախագահն է ու այդ պայն գտնվում է օրինակի համար ռազմական գործողությունների մեջ Իրանի հետ։ Ով ռիսկ անի Սյունիքի վրա հարձակում կատարի։ Ոչ մեկ։ Մանավանդ այս դեպքում, երբ որ փոխնախագահը գալիս է Հայաստան, հաստատ գալիս է կոնկրետ մեսիջներով, կոնկրետ հասկացնել ինչը ոնց է։ Նաև իհարկե պետք է հասկանա, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպես է վերաբերվում, հա, այս ամեն ինչին, ինչը որ կարող է տեղի ունենալ Իրանի հետ։
Այ մի հասկացաք, թե որն է այստեղ Տրամպի ճանապարհի կարևորությունը։ Իսկ հիմա անցնենք անդիմա դդմիկներին, խնդրեմ։ Հենց այս կարևոր պահին, երբ որ պատմական այց է լինելու Հայաստան, Միացյալ Նահանգների փոխնախագահան գալիս է Հայաստան, հա, որտեղ որ հնարավորություններ շատ հնարավոր է բացվեն Հայաստանի համար, որտեղ որ կարելի է բանակցել Միացյալ Նահանգների հետ, ավելի շատ ներդրումներ լինեն Հայաստանում, ավելի շատ տեխնոլոգիա բերեն Հայաստան։ Ես ասացի, չէ, անցյալ անգամ իմ անցյալ վիդեոյին, որ տեխնոլոգիան է կարևոր, որտեղ տեխնոլոգիան է ուժը, հա։ Այսօր տեխնոլոգիա եթե ունես, դու արդեն ուժեղ ես։ Դրա համար ամեն ինչ կանեն, որ Հայաստանը տեխնոլոգիապես չզարգանա։ Մի խոսքով, թեկուզ լինի այդ մոդուլային ատոմակայանը, ես արդեն ասել եմ, այո, մոդուլային ատոմակայանը դեռ փորձարկված չի, եւ այլն, բայց շատ հնարավոր է, որ շատերը որ լինում են առաջինը, լինում են հենց այն որ ասում է ռիսկը գործի կեսն է, հա։ Դու կարող ես լինել առաջինը եւ լինել այդ հաջողակը։ Թող լինենք մենք այդ առաջինը, եթե մենք առաջինն ենք, հա, թող մեզանից սկսի, ինչու ոչ։ Թող Միացյալ Նահանգները բերի այդ գումարները եւ այդ ներդրումները եւ այդ ծրագրերը իրականացնի Հայաստանում։ Մի խոսքով, այդ ֆոնին այս մեր անդիմա դդմիկները ուրիշ մի լավ բան չէին կարա մտածեին, այսինքն հանդիպում, չգիտեմ, կազմակերպեն, եթե հնարավոր էր կազմակերպել կամ ինչ-որ մի բան այդ ծրագրերի երկրի անվտանգության մասին, ինչ-որ բանակաշինության մասին, փորձի փոխանակման մասին զրուցելու ոչ, իրան գիտես ինչ են ուզում անեն։ Ուզում են այդքան նստեն, վենցին ասեն, վայ, գիտեք, այս ինչ վատ երկիր է, ժողովուրդ ջան, ստեղ կան քաղ բանտարկյալներ, ստեղ մեր տեսակետների համար մեզի ճնշում են, մեզի ծեծում են, ջարդում են, սաղ բանտերը նստած են քաղ բանտարկյալներով, սա վստահելի երկիր չի։ Ուրեմն էս են ուզում տանեն ցույց տան, հա, գիտեք ինչի համար, որտեվ վերևի զակասը դրա այդ է տրված սրան։ Սրանք, որ ասում եմ Հայաստանի պետականության մասին չեն մտածում։ Ես իզուր չեմ ասում, ես ըզնից չեմ խորինում, այս իրանց քայլերն են այս ամեն ինչի մասին խոսում, իրանց քայլերը, իրանք նստած, մի ասում են եթանք, վենսին տենանք, որ վենսին այսպիսի բաներ փոխանցենք, ուստի հարց առաջանում, այդ ովքեր են այդ քաղբանտարկելները։ Ես անցյալ վիդեոյի մեջ Միքայելի մասին խոսացի, որ Միքայելն էր դեռ Ռուսաստանում, ինքը կորած էր, կողել էին ծակը, ունդից ինքը էլ կյանքում դուրս չէր գալու։ Ում մասին է խոսքը, որն է ձեր քաղբանտարկյալը, որ մեկին ցույց տվեք, ուզում եք այն երկու տղուն բլոգեր մթոմ ճակերտների մեջ երկու տղուն, ես իմ աշկով ու ականջներով եմ տեսել ու լսել, թե այդ երկու տղեն ոնց են քֆուրներ անում սրան կամ նրան։ Օրինակ ուզում եք բերեք այդ երկու տղեն ես իմ աշկով ու ականջներով համ տեսել, համ լսել եմ, թե իրանց ծրագրի մեջ ոնց են հայում օրինակ Ռաֆայել Մնացականյանին։ Համի դուրներդ գալիս է Ռաֆայելը դուրները չի գալի, թե չգիտեմ ոմանք ասում են իշխանական է, ոմանք ասում են չգիտեմ նիկոլական է, կապ չունի, ես այդ մարդուն երբեք չեմ տեսել հայոյելով։ Հանգիստ իրա եթերներն անում Դրան էլ գումարած հեռուստաընկերության տնօրեն, չգիտեմ, ռադիոյի տնօրեն, մի հատ երբեք վատ բան չեմ լսել։ Սրանք էլ քֆուր են անում։ Նույն բանը շանթին կանչին գլխին սարքին, ընդ չգիտեմ, բազարներ սարքին, չգիտեմ ինչ արին, շատ լավ իմանալով շանթի խոսելա ձևը, մտածելակերպը։ Բա դու չգիտես ում ես կանչում քո կանալ, բայց դե պետք է կանչես մի հատ էլ լեզվի վրա ստոպ դնես, որ չթողես խոսա, այսինքն դու հասկանում եք, որ սրանք խաղ բանտարկյալ չեն, արա սրանք հատուկ կերպով ծրագրված ուտում են մեր երկիրը, հետո անունը դնում, երբ որ հետո իրանք պատժեն էթում, անունը դնում են, որ բան են, քաղ բանտարկյալ են, հետո մի հատ ուշադիր լսեք, այս ընդհանուր եմ ասում, մի այդ երկուսի համար չեմ ասում, չնայած իրանք էլ դրա մեջ կան, հա, հենց սրանք դուսն են, սրանք մի հատ նենց առյուծ քար կդրող տղեկ են, հա, այդ հետո գիտես ինչ, ես արդեն որոշել եմ, ոչ թե որոշել եմ, այդ նկատել եմ, չէ, որ սրանց բան ես անում, չէ, ներում ես մեկ անգամ, երկու անգամ, սրանք вообще են հաբրգում հելեմ ուզում նստեն գլխիդ, էլի։ Այսինքն սրանց պետք է գլխից բռնես ու կզցնես, պետք է պատժես, պետք է լացցնես, պետք է նենց հանես, որ մերերը լացեն։ Իսկ այդ մերերը լացելու մեջ ես գիտես ինչ նկատի ունեմ, ես որ խոսքերը չխեղաթուր են, էլի։ Պետք է նենց հանես, որ մերը չոքելով գա դեմը, ասի խնդրում եմ ների մեր տղուն, հա, չեթափդի կորի։ Հա, այդ պետք է սենց անես, որ սրանց գլուխը ավկեն։ Հենց բռնվում են, չէ՞, քար բանը, կդրող են հզոր առյուծ տղեկը, դառնում են մատ կուրկուրի ձակ, սկսում են տակը ճիշիկներ անել, չգիտեմ, գշերները չեն կարող մթոմ իրան քնեն, ինչ որ առողջական լուրջ խնդիրներ ունեն, հասկանում եք։ Հիվանդ են, շաքար ունեն, էս ունեն, այն ունեն, ապարզվում է իրանք մի հատ հիվնդոտի մեկն են, հա։
Այս հարած հիվանդություն ավրեկները ավելանում, իրանք դες խիլո պոպուշ մեկն է, սենց ուլիկ հիվանդություններ, սենց մի փուչ հիվանդություններ ունեն վրեկները, մեզի թողեք այդ հանգտուն, բայց որ դուսնային արա քարեիք կդրում, արա, ինչ է լավ, արա ձեզի։ Ռոբերտ Քոչարյանի օրինակը վեկալեք, այն որ բռնված էր, հիշում եք, ինքը ճիշիկ էր անում, ասում էին տակը։ Մի հելելը արդեն քարա կդրում։ Հասկանում եք սրանքով են, ընդհանրապես ինչ է նշանակում ուղիղ եթերներում կամ վիդեոների մեջ քֆուր տալը։ Դա ձեզի դուք ուզում եք հելնեք նրան քֆուրներ տակ ու տենց ամեն ինչ անցնի այդ հա կամ մեդիայի մարդուն քֆուր եք տալու։ Թո դուք աննասուն չեք արա։ Բաստեղ են ասում, բա մել ինչի մարեք լացում, հետո պետք է ասեք քաղբանտարկա կամ երկրի պաշտոնյաներին սենց ուղիղ քֆուրներ եք տալի, ուզում եք պատասխանատվություն չլինի։ Դուք օրենք եք խախտում, արա դուք չեք կարող քննադատեք առանց հայոյելու։ Կամ սրա երեխենա, նրա երեխենա կարող է միացնում տենում է։ Թե իրենք սրան գիտեք հիմա մտածելակերպը նայի, հիմա դեբիլ մտածելակերպ նայեք, սրան գիտեն, որ չգիտեմ, հաղորդման սկզբում ասին, չգիտեմ, ախպեր 18+, ուրեմն այդ երեխեն էլ չի նայելու։ Հակառակ արա, որ դուք ասիք 18+, այդ երեխեն ավելի հետաքրքրված է նայելու։ Գիտես բան կա, չէ, երեխեքի մեջ, մի հատ տենց սովորություն կա, որ ասում ես մի ծխի ծխելու է։ Բայց ինձ հանեց, որ այդ զապրը այդ բանը չլինի վրան, էլի, որ միշտ մարդուն ասում ես չի կարելի, ինքը ուզում է անի, ինչը որ դու իրան ասում ես չի կարելի։ Դու իրան պետք է բացատրես, որ ծխելը վնաս է, ոչ թե չի կարելի, ախպեր կարելի է, բայց վնաս է։ Հասկանում ես, դու կարող ես մահանաս դրանից, դու կարող ես լիքը խնդիրներ ունենալ, բացատրես այն հիվանդության փուջը, որը որ ծխելու հետևանքով դու կարող ես ունենալ, հա։ Ոչ թե բռնես ականջից ամեն օր ասես չի կարելի, հանգարց չտենամ տես բան։ Այդ հենց այդ ձևը նման հանգարց չտենամ, դա արդեն մարդու մեջից են որ ասում են, պետք է ուրեմն անեմ, պետք է տենամ, որտեվ ազատությունը թանկ հաճույք է, դա ներսից տրված է, Աստծո կողմից տրված է, որ մարդ ուզում է ազատ լինի, մարդ ուզում է անի այն, ինչը որ իրան չեն թողում անեն։ Այս պրոբլեմ կա, հա, դրա համար մարդուն պետք է բացատրես, որ չի կարելի, այսինքն։ Կամ էլ չի կարելի, չգիտեմ, ծխել չի կարելի, կամ կարելի է չափի մեջ է կարելի, նայած ով ոնց է տեսնում այդ ամեն ինչը, ով ինչ տեսակետից է նայում, հա։ Բայց պետք է ոչ թե բան անես, հա, դեմը պատճառես, այլ պետք է բացատրես հետևանքներ որն է։ Հա, այսինքն հետևանքը էսա, կամ եթե կարաս էսի խմես, կարաս խմես, բայց հիշի, որ ամեն օր չես կարա խմես, հա, սիրում պիտի բացատրես, որ մարդ հետևանքները հասկանան։ Ամի դրանց նայելը ասում եմ, իրան գիտեն, որ ասին բանը, չգիտեմ, 18+ ոչ մեկ չի նայելու։ Ավելի շա, որ դու ասիր 18+ երեխեն երեխա է, չէ, հետաքրքրությունից ուզենալու է նայի։ Ուելում քֆուր են անում, հետո սրանք ասում են մենք լավ տղա ենք։ Արա դուք լավ տղա չեք, դուք վատ տղա եք, արա։ Արա լուբոյ իմաստով, լուբոյ ձևով դուք վատ տղա եք։ Պետք է հետաքրքրվենք, լտենանք սրա, այսինքն իրանց հետ ինչ գո անդասիրակ մարդու հետ ինչ պետք է անդասիրակա, պետք է սրա մորերին դիմես, մայրիկներին դիմես, ասես բանը դու ինչով էիր զբաղված քո երեխուն երբ որ մեծացել է, ինչ դասիրակություն ես տվել, որ պետք է հելնում է եթերների մեջ քֆուր անում, բան, հա, առանց մտածելու ով կնայի, խին կնայի, կին կա, երեխա կա, միամի թերթել կա, բան կա, այսինքն դու ինչով էիր զբաղված, այս ինչ կրթություն ես տվել, որ ցիրկի որ անկյունն էիր կանգնած, այ ամբարոյական, որ երեխեդ այսպես դեբիլ է մեծացել, հասկանում ես, այս ձև հարցեր են սրանք, ու հիմի հելում, չգիտեմ, քաղ բանտարկել, արա քանի հատ քաղ բանտարկել ունեք դուք մեր երկրում, քանի հատ քաղ բանտարկել, որ ընդամենը հայացքի համար բռնետարել են, որ ոչ մի բան չի ասել, ոչ մի բան չի արել, ոչ մի վատ բան չի արել, քանի հատ ունեք, ինչն է նպատակը Սես կեղտ գցել Հայաստանի վրա, որ Հայաստանը ասենց անվտանգ տեղ չի, ժողովրդավարական տեղ չի, Հայաստանի հետ գործ չունեք, այս սրանք հեշ Դավերյոնի բան չի, այս որտեվ ռուսը տենց է ուզե, անմտածելակերպ նախ առաջինը դուք լինում եք կլոն այդ մարդու աշկերում, եթե իհարկե ձեզ հաջողվի այդպես անել, որտեվ իրանք ունեն հետախուզություն, աշխարհի ամենաուժեղ հետախուզությունը գցենք իրանցն է, հա։ Իրանք շատ լավ գիտեն դուք ում կլոնն եք, ում համար եք աշխատում, հա։ Ու շատ լավ գիտեն Հայաստանում ինչա կատարվում, թե իրան բոլոր վատ կողմերը գիտեն, թե իրա բոլոր լավ կողմերը, ամեն ինչ իրան գիտեն, հանգիստ նստեք տեղներդ, գիտեն Հայաստանի թե վատ կողմը, թե լավ կողմը գիտեն, թե ով է քաղբանտարկյալ կամ ով չի քաղբանտարկյալ, կամ ով է ռուսիկը լվացողը, ով ռուսիկը չի, իրանք այդ ամեն ինչը շատ լավ գիտեն, վերընկեք տեղներդ եւ եւս մեկ անգամ մի ցույց տվեք ձեր հակապետական գործողությունները, Հայաստան խայտարակ եք եղի միացյալ նահանգների ժողովրդի աշկի մոտ ուզում եք խայտարակել ենք իրանց պաշտոնյաների աշկի մոտ չեք կարա խայտարակել եք որտեվ արդեն եղած եք շուտվանից արդեն գիտեն դուք ում բան եք հա ում կատարած ունեք
Էսի սեն ժողովուրդ ջան, էս է ես ուզում տեղեկացնեի ձեզ, էս է ուզում որ ասեի, որ դուք ուշադրություն դարձնեք սրանց հակապետական գործողություններին, սրանց քայլերին, որ անգամ այս պատմական այցի ժամանակ ցանկություն ունեն կործանել այս կարևոր նախագիծը, շատ կարևոր նախագիծը, որը որ բերելու է անվտանգության երաշխավոր այս ծանր ժամանակաշրջանում, այս ծանր պահերին, որ շատ հնարավոր է ամեն պահի, հա, իհարկե հենց հիմա չէ, որովհետև այս մարդը գալիս է տարածաշրջան, դժվար է այս պահին, չգիտեմ, հավատալ, որ այս պահին պատերազմ սկսի, բայց հələ թող գա այդ, հա, արդեն ամեն պահի շատ հնարավոր է, որ պատերազմ սկսի, սա բոլորը հասկանում են, սա միայն իմ կարծիքը չի, ես դիտել եմ բազմաթիվ արտասահմանյան, հա, այսպես կոչված վերլուծականների, նրանք էլ բոլորը այդ կարծիքի են, մանավանդ որ բանակցությունները, ես ոնց հասկացա, բացի նրանից, որ տարբեր սենյակներում են եղել, հա, ոնց հասկացա, հեչ լավ չի ավարտվել, հենց այդ հայտարարություններն էլ ցույց է տալի, որ Տրամպը մի բան ասեց, նրանք մի բան ասեցին, նենց որ ամեն պահի կարող է պատերազմ սկսել, իհարկե Աստված չանի, բայց դե մի այդ է իրադրությունը, եթե լինի, մենք պետք է ունենանք որևիցե մի բան, որը որ կերաշխավորի մեր անվտանգությունը, քանի որ նորից կրկնում եմ, եթե մենք չունենանք ոչ մի երաշխիք անվտանգային, մենք մնում ենք մենակ եւ ոչ միայն Թուրքի եւ Ադրբեջանցու դեմ, այլ մնում ենք նաեւ Ռուսիի դեմ մենակ, որտեվ Ռուսը ամեն ինչ կանի, որ հայոց պետականությունը կործանվի, որ չիրականացվեն այն ծրագրերը, որը որ պետք է իրականանալ Սյունիքում, որ իրան գան, նստեն, ինչ որ փրկիչի թևերով գան, Հայաստանի կեսը վերցնեն իրաց, պատմականոնները ինչպես միշտ որ անում են Հայաստանի անգամ այս փոքրիկ մասը մեջ անեն, կիսեն Թուրքի հետ եւ վերջ ձեռները ծալած այն ինչը որ կմնա Հայաստանից իրանց ինչ որ մի հատ իրանց տրոսիկ լվացողներից մեկին կդնեն այնտեղ, հա, որոնք որ կգան ձեզի լիքը բաներ Հավայի խոստ կտան կոմունիստների պես, բայց ոչ մի բաներ չեք ստանա, որտեվ կոմունիստները հենց բանն են, այն աղքատների ֆաբրիկան է, կոմունիստների գլխավոր եւ вообще այդ կոմունիստ սոցիալիստ, այդ սոցիալիզմը вообще ասում են սոցիալիզմը կոմունիզմը չի, դա ուրիշ է, դա նույն բանն է, պրոստե մակիշախեր է, ոնց են հայերեն ասում, որ կսվրտվում են, հա, այդ է վերած որ լավ չերևա որ ինքնաբայց նույնն է, էլի, դրանք բոլորը աշխատում են մի ուղղությամբ ոնց անեն, որ ավելի շատ լինի բան, աղքատ, որտեվ աղքատ, բայց այդ աղքատները պետք է անպայման հույս ունենան, այն լավ հույսով, պետք իրան վերջնի տես խոստումներ տաս, որ ինքը լավ հույսով սենց է, եւ այդ աղքատների հույսով տես պահես տարիներ, իսկ որ աղքատներն էլ շատ ժամանակ առ ժամանակ շատ չոգևորվեն, պետք է հորինես մի հատ թշնամի, այդ թշնամու անունը ինչ ուզում ես դի, բայց հաշվի պետք է միշտ ցույց տաս, որ քո բոլոր անհաջողությունների մեղքը այդ թշնամին է։ Իրանի անհաջողությունների մեղքը, չգիտեմ, բանն է, Իսրայելն է, հասկանում եք, Ադրբեջանի անհաջողությունների մեղքը Հայաստանն է, Ռուսաստանի անհաջողությունների Սովետի, Կորեայի, в общем, ով է ձև տենց կոմունիստական տենց կա, չգիտեմ, ընդ Կուբա, Մուբա, Վենեսուելա, Նիկարագուա, ով կա, չկա, սաղի անհաջողությունները կապիտալիստներն են, որ իրենց սահմանափակում են եւ չեն թողում աճեն եւ բարգավաճեն, այ որ իրանք չլնեին, մենք գիտես, սրանք են անում։ Ժողովուրդ ջան, մենք պետք է դիմանանք, որտեվ այս կապիտալիստները սկսում ասես ենի փագել են, չեն թողում ենք աշխատենք, այս սրանք իրանց ուզած էտա։ Էսա սրանք պետք է միշտ հորինեն, այսինքն 0 իրական պատկերային է, որ իրանք միլիարդների մեջ ապրում են, միլիոնների մեջ, իրան զավակները ամեն ինչով, իսկ ժողովուրդը սովի մեջ, շատ հաճախ առանց ինտերնետ, առանց ոչ մի բան, երբ էլ պետք է լինի սաղի գլուխն էլ կուտեն։ Այնա Իրանը ձեզի օրինակ 40,000 հոգու գլուխը կամ 30,000 հոգու գլուխը կերան, իրանց հետ ոչ մեկի, որ ասում է շլորինել չի ժողովուրդ ջան, հասկանում եք, իհարկե ժողովուրդը չի մոռանա, բայց սա էսա պատկերը։ Վել չասեմ Կուբա, Վենեսուելա եւ այլն։ Բոլոր տեղերը ձև ժողովրդին երբ ուզում սատկացնում են, ոչ թե սպանում են, այլ սատկացնում են։ Կենթանում ոնց են, չգիտեմ, այն էլ կեղտոտ կենթանիներին, հա, որ ասում է, որ բանի պետք չի գցենք, ոնց են սպանում, այ ձև իրանք սպանում են, ով չանելով, հա։ Ինչ նկատի ունեմ կեղտոտ կենթանի, չգիտեմ, տառականի ոնց կսպանեք, այ ձեզ սպանում են։ Ասենք սովորական կենթանում ունեք, ես չեմ կարա սպանեմ, չէ՞, սիրտը չի տանի։ Չնայած տեսել եմ Հայաստանում ոնց են խեղճների ոտերը ջարդում, ավտոյի հետևից կապում քաշում, հա, անսիրտ ինչ որ սատանայական բաներ են անում, ես չեմ հասկանում թե ոնց մարդիկ սրանց գլուխը չեն ջարդում, դա երևի միակ
միակ բաներից մեկն է, երբ որ ես ֆիզիկական ուժ գործադրողին չեմ մեղադրի։ Դա երևի միակ բաների մեջ դեպքն է, որ չեմ մեղադրի։ Մնացած դեպքերում ֆիզիկական ուժը անընդունելի են։ Կենթանու վրա ձեռ բարձրացնողին սատկացնել։ Սատկացնել, տեսակ։ Լապատկեն առեք տվեք գլխին։ Արդարացված է։ Իսկ սրանք վեկալում են եւ իրան ժողովրդին տառականի պես սպանում են։ Տառականի պես ինչ եմ ասում, ոչ թե ժողովուրդը տառական են, որ հանգարց կեղտոտները իմ բառերը չփոխեն, այ որովհետեւ տառականի սպանում ես ոչ մի զգացմունք չունես, չէ՞ որ սպանում ես, այսինքն նես չի սիրտը ցավում, այնց իրանց մոտ այդ զգացմունքն է, այսինքն ես նկարագրում եմ իրանց զգացմունքը, այ ոչ թե ժողովրդին։ Էս էի ուզում ասել, ժողովուրդ ջան, լավ եղեք, խնդրում եմ լինեք ակտիվ, գրանցվեք իմ ալիքին, դրեք ձեր լայքերը, ցանկություն ունեք, կարող եք հյուրասիրել մեկ կոֆե, QR-ն այստեղ, կամ նկարագրման բաժնում, կամ նկարագրման բաժնում, կամ մեկնաբանությունների բաժնում, այսքանը, ստեսյուն, հաջողություն։